Մի քանի օր է արդեն այստեղ եմ, կարելի ասել մի 2-3 օր ավելի շատ, քան Թևանյան Անդրանիկենց Ռուսաստանից բերած, Մայից բերած պատգամավորը, կամ չգիտեմ որտեղից բերած սառեցված սրբազան։ Իրավիճակը շատ լավ եմ գնահատում, որովհետև առնվազն ակնհայտ է, թե ինչ ջերմությամբ են գյումրեցիները ընդունում մեր տեխնացուին ու մեր Պարոն Ալեքսանյան, տեսեք, ասել սառեցված փոխադարձաբար Գյումրու նախընտրական քարոզարշավի ինչ մեկնարկել են կամ հայտարարվել են ընտրությունների օրվա մասին, փոխադարձաբար վիրավորանքներ։ Փոխադարձաբար չի, ի սկզբանե չէ։ Ի սկզբանե փոխադարձաբար չի եղել, ի սկզբանե եղել է Եվրախական ուժերի կողմից, ի սկզբանե եղել է Եվրախում կապիտուլյացիա ստորագրած ուժերի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերի կողմից, փորձել են որ այս ընտրությունները կապեն Ղարաբաղի հետ, փորձել են այդ թեմայով վիրավորանքներ հնչեցնել, մոռանալով որ իրենց ճակատին դաջված է Եվլախական եզրույթը, որպես այդպիսի, որտեղ իրենք մարդիկ են, ովքեր Եվլախում ստորագրել են Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիա։ Բայց Նիկոլ Փաշինյանին էլ Պրահայում Ադրբեջան եւ Եռակոմ հայտարարության ստորագրություններից մեկը պատկանում Ես իհարկե հասկանում եմ, որ շատ հետաքրքիր է անդադ Պրահան մեջ բերելը։ Պրահայի ստորագրությունից հետո դեռ երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղում եւ ոչ մի փոփոխություն չկա։ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան ստորագրվեց այն ժամանակ, երբ ազգային ժողովի սերժական ու քոչարյանական խմբակցությունների ցնծությամբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ իշխանազավթում։ Իշխանազավթումից հետո ուզում եմ ձեզ հիշեցնել Սերժի խմբակցության ղեկավարի Հայկ Մամիջանյանի տեքստերը։ Մի քանի ժամից կտեսնեք, թե ինչ դրական փոփոխություն է տեղի ունենալու։ Դրանից ընդամենը 1 օր կամ 1.5 օր հետո սկսվեց այն ինչը, որ սկսվեց, ու ստորագրվեց այն ինչը, որ ստորագրվեց։ Դրական փոփոխություն ասելով Սերժի խմբակցությունը, Քոչարյանի խմբակցությունը կամ առհասարակ այդ Եվլախական խումբան ըստ երևույթի նկատի ուներ տեղի ունեցած։ Ալեքսանյան, այդքան հայրենասերի թույլ չտայք իշխանազավթումը ձեր ասած։ Փաստացի չկարողացանք դա թույլ չտալ։ Մենք չկարողացանք դա թույլ չտալ, բայց ի սկզբանե մենք այնտեղ հիշում եք ինչ խոսքեր էին ասում։ Արցախը Հայաստան։ TV5-ի հեռուստաալիքի ռեպորտաժն եմ այսօրվա պես հիշում։ Այլևս Նիկոլ Փաշինյանը ու քաղաքացիական պայմանագիրը կարող եմ երկու բառ սխալ ասեմ, ազդեցություն չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղում կայացվելիք որոշումների վրա։ Ու դրանից ընդամենը մի քանի օր հետո ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիա։ TV5-ը չի ղեկավարում մեր TV5-ը չի ղեկավարում մեր երկիրը, երկիրը։ բայց TV5-ը արտացոլում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետները։ Հիմա CVK-ը քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրատվական պայքն է։ Դրա համար երևի իշխանահաջո է միշտ։ Բայց չեմ հասկանում ինչ եք ասում անկեղծ ասում քաղաքացիական պայմանագիր կուսակցության պաշտոնական կայքն է։ Հասկանում եմ այդքան։ Պարոն Ալեքսանյան, Գյումրիի ընտրությունների հետ կապ ունի նման խոսքը։ Մենք կարծում էինք, որ կապ չունի, մենք այս խոսույթով չէինք մտել ընտրապայքար։ Մենք մտել էինք ընտրապայքարի խոսույթով, որ Գյումրիում մեծ պայն կա 180 նորոգված փողոց, որից 140-ը նորոգվել է 2018-ից հետո։ Մինչև 2018-ը Գյումրիում եղել է նորոգված 40 փողոց։ Ու այդ մարդիկ ովքեր ինչ ա եղել 2016-ից Գյումրիում նորոգ կներեք օրիորդ, հարգելի լրագրող, խնդրում եմ ամեն դեպքում թույլ տվեք ես հարցազրույց տամ, դուք եթե ուզում եք կարող եք հետո ասուլիս տալ ու խոսել։ 2016-ից հետո հանրապետականների օրը Գյումրիում նորոգվել է մեկ փողոց, ու այդ փողոցը բացելու տոնախմբությունը այսօրվա պես հիշում, մի հատիկ փողոց էր նորոգվել Գյումրիում, ֆայտոն էին բերել, հատերական ներկայացում էին տալի մի հատիկ նորոգված փողոցի համար, մի հատիկ։ Քանի սուբվենցիոն ծրագիրեր, եթե չեմ սիրում 28 Ջիվը չեմ կարող ասեմ, բայց միլիարդների մասին է խոսքը գյումրեցիները դա հստակ տեսնում են, նույնիսկ ինձ շատ են մոտեցել, ասում են Գյումրին առհասարակ մարդահամար 2018-ից հետո է ապրել։ Այդ արտահայտությունն էլ եմ ասել գյումրեցիներին։ Կներեք, ես Սերժ Սարգսյանը չեմ, որ գամ Շիրակում կանգնեմ 100-ից 80 խփեմ, 70 խփեմ, թե 60։ Պարոն Ալեքսանյան, այդ խոսքը նայեք, որ
Ով է հետ։ Սերժ Սարգսյանի կուսակցության հանրապետականի երիտ թևը, երբ որ Ռուբեն Մխիթարյանի համար հանդիպումներ է կազմակերպում նախագահի ու փոխնախագահի մակարդակով, ու Ռուբեն Մխիթարյանն էլ ասում էր ովքեր ինձ կապում են նախկիների հետ ինչ որ վատ բան են ուտում, հետաքրքիր է գնացեք Ռուբեն Մխիթարյանից հարցրեք թե ինչ դիետայի վրա է ինքը։ Պարոն Ալեքսանյան, մեկը մյուսին թուր կամանելով կամ Սրիկայություն է, գյումրեցիների 60%-ը, գյումրեցիների 60%-ը 2021-ին իր ձայնը տվել է քաղաքացիական պայմանագրի։ Այդ 60%-ին թուրք ասողը սրիկա է, ամենավերջին սրիկան է, գյումրեցիների 60%-ին թուրք ասողը։ Առհասարակ երբևէ լսել եք մի քաղաքական թիմի ընտրողին մի բան ասել։ Մեր թիմը մի քաղաքական թիմի ընտրողին մի բան ասի։ Կարանք հակադարձենք, կարանք վիճենք, կարանք նույնիսկ ավելի թեժացնենք այդ բանավեճը, բայց լսել եք մեկի ընտրողին մի բառ, մի տառ ասենք, մի վիրավորում կպցնենք, մի պիտակ կպցնենք որպես այդպեսին եղել է տենց բան։ Պարոն Ալեքսանյան, ձեր նախընտրական դրույթների 70%-ը 21 թվի դրույթներն է Գյումրիի չիրագործված Հա, որովհետև եւ ինչու 2 տարի ժամանակ ունեիք, ինչու որոշ մասը չիրականացվեց ու հիմա ինչ երաշխիք է տալիս հենց մեր նախընտրական ծրագիրը սահուն չիրագործելու, բազմաթիվ խոչընդոտներ դրա շուրջ ստեղծելու, նորմալ համագործակցություն չկազմակերպելու ու նաև քաղաքական կառավարման փոխարեն ստվերային կառավարման համակարգ ներդնելու հետևանքով, որ մենք խզեցինք մեր համագործակցությունը Բալասանյան դաշինքի հետ, ասելով, որ մենք չենք կարողանում այսպես կառավարել ու մենք չենք կարողանում այսպես իրագործել նաև մեր տված խոստումները։ Հենց դրա համար էր, որ տեղի մեր թիմը խզեց այդ հուշագիրը, ու ասաց մենք այսպես չենք կարող հանդես կգանք որպես դասական ընդդիմություն, ինչը եւ անում էր։ Հիմա ինչ երաշխիք կա, որ այս անգամ էլ նույն ցախողումը տեղի ունի։ Երաշխիքը Գյումրեցու 50+ քվեն պետք է լինի քաղաքացիական պայմանագրին, որովհետև հիմա էլ եմ շեշտում, ընտրելով Ռուբեն Մխիթարյանին, ընտրելով Մարտուն Գրիգորյանին, ընտրելով Կարեն Սիմոնյանին, բոլորը ընտրելու են Վարդան Ղուկասյանին։ Այս թիմերը իրենց քմեն տալու են Վարդան Ղուկասյանին, եթե մենք 50+% չունեցանք։ Բայց ես վստահ եմ, ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ եկեք այդ մարդկանց ինչ անենք, ասում եթե ընտրեք իրանք քվեն հետընտրական փուլը տալու են Վարդան Ղուկասյանին։ Մարդիկ պետք է զգուշացված լինեն, որ ընտրելով Մխիթարյան Ռուբեն, ընտրում են Վարդանիկ, որ ընտրելով Կարեն Սիմոնյան, ընտրում են Վարդանիկ, որ ընտրելով Մարտուն Գրիգորյան, ընտրում են Վարդանիկ։ Իսկ ընտրելով ՔՊ ինչ են ընտրում։ ՔՊ Որովհետև ՔՊ-ն այս ընտրություններին մասնակցում է սեփական անունով, չի թաքնվում ինչ որ իմ հզոր տանձ, իմ հզոր խնձոր, մեր տանձը կամ մեր խնձորը բաների Պարոն Ալեքսանյան, տեսեք, դուք ստվերանության մասը այդպես էլ չներկայացրեցիք, ինչը նկատի ունեք ստվերանության։ Ինչը նկատի ունենք, որ Բալասանյան դաշինքը փաստացի ունեցել է այդ համայնքապետարանում համայնքապետ եւ ունեցել է մի հատ էլ ստվերային համայնքապետ։ Երկու տեղակալներ եք ունեցել։ Հա, մենք ունեցել ենք 2 տեղակալներ, որոնց գյումրեցիները իդեպ շատ սիրում են։ Բայց չեն ճանաչում, չեն ճանաչում, Դավիթ Արուշանյանին չեն ճանաչում։ Արթուր Պապիկյանին նույնիսկ չի շփվել, ոչ մի լրատվական հարցազրույց չի տվել։ Դե ոչինչ, հիմա մարդն կարող է այդ ոչի։ Դուք ո՞ր լրատվականից եք։ Որակիր նյուսից։ Հա։ Պարոն Ալեքսանյան, շամարտիկ Արթուր Ալեքսանյանը ներկա է գտնվել Սարիկ Մինասյանի հետ եւ մասնակցել է ըստ էության նախընտրական քարոզարշավին եւ դատապարտմին։ Մասնակցել է քարոզարշավին, ով է դատապարտում։ Նախ ես ինչքան գիտեմ քարոզարշավին չի մասնակցել, միասին իր անվան սպորտ կներեք էլի։ Արթուր Ալեքսանյանը մեր չեմպիոնն է, որին մենք շատ սիրում ու շատ հարգում ենք, ու այնքան ենք սիրում։ Այնքան ենք մենք սիրում ու հարգում Արթուր Ալեքսյանին ու իր ամակը գնահատում, որ իր անունով մարզադպրոց են կառուցում ու ձեր նշած այդ իր հետ գալը Սարիկ Մինասյանը, Սարիկ Մինասյանը համայնքապետի պաշտոնակատար է։ Արթուր Ալեքսյանը, լսեք, էլի քարոզարշավի մեջ չի եղել ձեր ասած դեպքը, միջև քարոզարշավը իրար հետ գնացել են մարզադպրոցի աշխատանքներին ծանոթանալու։ Հիմա եթե կար Գյումրիում ուրիշ համայնքապետի տեխնացու, որ կարող է չեմպիոններից մեկի անունով ու կամ քաղաքական թիմ Սերժ կամ Քոչյան չեմպիոնների անունով մեծ մարզադպրոց կառուցեին, թող կառուցեին, օլիմպիական չեմպիոններն էլ նրանց հետ գնային աշխատանքներին ծանոթանալ, ասում այդ մարդուն ասում եք մասնակցել է քարոզարշավին, ասում չի մասնակցել։ Շատ ուրախ կլիներ, եթե մասնակցեր։ Ասեց 1 շաբաթ առաջ է տեղ ունեցել, իսկ 1 շաբաթ առաջ արդեն մոտավոր ժամկետ է ասել, դա պետք է։ Կարող էին օրինակ ամսի 31-ից հետո այդ։ Դե բա որ գործը թողնեին հետո իվա։ Ամենայնիվ ամսի 30 որպես նախընտրական։ Դե հիմա դուք եք ընկալողը, ես էլ ձեր աչքի առաջ ասում եմ նախընտրական քարոզարշավի մեջ չի եղել։ Քարոզարշավի մեջ չի եղել, իրար հետ այցելել են Արթուր Ալեքսյանի անվան մարզադպրոցի շինարարության աշխատանքներին ծանոթանալ։
Մեկ հարց ևս, պարոն Ալեքսանյան, եթե ձեզ չհաջողվի Գյումրիում այսպես հասնել իշխանության, արդյոք Ալավերդու Վանաձորի սցենարը այստեղ կկրկնվի եւ նորից քրեական գործերով, այլ ճնշումներով Որտեղ ենք զավթել։ Ալավերդիում Ոնց ենք ամենաթարմ զավթել։ օրինակ։ Ոնց ենք զավթել Դուք դա Ալավերդիում։ գիտեք ավելի։ Ես գիտեմ, որ այնտեղ տեղի ա ունեցել հետևյալը, Ալավերդիում ավականու անդամներից մեկը Կներեք, դե հիմա հարց եք տվել, կթողեք պատասխան։ Ապրելու երկիր խմբակցության անդամներից մեկը ինքը քաղաքական հայտարարությունը արել, թե ինչ է ինքը դուրս գալիս այդ խմբակցությունից, դուրս է եկել այդ խմբակցությունից ու մեզ էլ առաջարկել է, որպեսզի մենք միասին բան անենք։ Միասին համայնքապետի տեխնացու առաջադրենք, բայց այստեղ մի կարևոր նյուանս էլ կա։ Ապրել Ալավերդիում իշխանազավթում բառը, որ ասում եք, մենք հիշենք Ալավերդիում ինչ ա եղել է։ Ալավերդիում 3 ուժ են մասնակցել ընտրություններին՝ ՔՊ-ն, Ապրելու երկիրը ու ՀԱԿ-ը։ ՀԱԿ-ը այդ ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթահարել։ Կես տոկոս էր հավաքել, թե 0.4, չեմ հիշում։ Ստացել է 1 մանդատ բոնուսային ընտրակարգով, ու այդ իրա ստացած 100 քանի ձեն էր ստացել, եթե չեմ սխալվում։ Այդ մի մանդատը եղել է որոշիչ ու իդեպ իրաց առաջին համարը հրաժարվել է նույնիսկ քվեարկել Ապրելու երկրի օգտին։ Այնուամենայնիվ, այդ ընտրությունները կայացել են, մենք ժողովրդի կամքը կներեք մի վարքյան։ Մենք ժողովրդի կամքը հարգել ենք, ասել ենք նույնիսկ բոնուսային ընտրակարգով, նույնիսկ այս ձևով, երբ որ մեզ հաղթում են, պատրաստ ենք դա ընդունել, ժողովուրդ ջան։ Բայց դրանից հետո այդ խմբակցությունից մի հատ ավականու անդամ է դուրս եկել, հայտարարություն է տարածել, իդեպ շատ հարգված մարդ Ալավերդի համայնքում դուրս է եկել ու ասել է, որ պատրաստ է մեզ միանալ, մենք էլ ասել ենք շատ լավ, իսկ ինչի պետք է ասենք, չեմ կարող ասել։ Իսկ Ախուրյանում երբ Արծրունի Իգիթյանը հաղթեց, ամիսներ անց սկսեց առողջականը վատանալ, հրաժարական ներկայացրեց, սա ինչպես է բացատրում։ Ես բան չեմ էլի, բժիշկ չեմ, մասնակից։ Ես բժշկական տեսանկյունից չեմ առողջականը վատանալ հիմա։ Չէ, դե դիցուկ Դիագնոզը առողջական։ նայեմ, էպիկրիզը նայեմ, ինչ անեմ ասեմ։ Դուք իմ հարցը շատ լավ Չեմ հասկանում, ձեր արծացվեք սկսեց առողջականը վատանալ, ի՞նչ Դե նկատի։ նկատի ունի, որ դա պատրվակ է, պարոն Ալեքսանյան, եւ առողջական խնդիրներ չուներ։ Դե հիմա իրանից հարցրեք, ես չգիտեմ։